Կարողանալու է արդյոք Եվրոպան ինքն իրեն պաշտպանել։ Երեկ Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ արտահերթ գագաթնաժողով, որի ընթացքում առաջին անգամ պատմության մեջ Եվրամիության անդամները քննարկեցին իրենց անվտանգային հարցերը, չշոշափելով Միացյալ Նահանգները եւ նրանից ակնկալվող աջակցությունը։ Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումից եւ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ռազմական աջակցության դադարեցումից հետո Եվրամիությունը հանձն առավ ինքը աջակցել Ուկրաինային անվտանգային հարցերում։ Այսօր Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում քննարկվում էին մի շարք հարցեր վերաբերող Եվրամիության պաշտպանական ոլորտի զարգացմանը, պաշտպանության ոլորտի ծախսերի ավելացմանը, նոր համակարգերի ստեղծմանը, Եվրամիության անվտանգային սուվերենության ապահովմանը եւ այլն։ Բացի այդ քննարկվում են նաև նախագծեր, որոնք նախատեսում են որոշակի ռազմական աջակցություն Ուկրաինային, այդ թվում օրինակ 120 ռազմական ինքնաթիռների մասնակցությունը Ուկրաինայի օդային անվտանգության ապահովմանը։ Սակայն եթե Եվրամիությունը այսօր հանձն առնի Ուկրաինային անմիջական ներկայությամբ ռազմական աջակցությունը, այլ կերպ ասած, եվրոպացի օրինակ օդաչուները մեկնեն Ուկրաինա պաշտպանելու Ուկրաինայի օդային տարածքը, այսպիսի ինքնաթիռներից մեկի խոցումը կարող է հանգեցնել Եվրամիության, Եվրոպայի երկրների եւ Ռուսաստանի միջև պատերազմի, որը արդեն շատ ավելի լայնացնելու է պատերազմի կոնտեքստը եւ այն վերածելու երրորդ համաշխարհայինի։ Սա շատ լավ հասկանում են թե Ռուսաստանում, թե Եվրոպայում եւ թե Վաշինգտոնում։ Ամենից զատ քննարկվում է նաև այն հարցը, թե որքան ժամանակ կպահանջվի, մինչև Եվրամիությունը կարողանա ստանձնել սեփական անվտանգության ապահովումը։ Շատ է խոսվում այն մասին, որ եթե նույնիսկ Եվրամիությունը այսօր Եվրամիության անդամ երկրները կարողանան գտնել այդ բյուջեն եւ տրամադրել ռազմական ոլորտի զարգացմանը, բախվելու են մի շարք խնդիրների։ Սկսած անհրաժեշտ կոմունիկացիաների բացակայությունից, սկսած այդ երկրների ռազմական արդյունաբերության եւ ընդհանրապես ռազմական ոլորտի բավական թուլացումից, հաշվի առնելով, որ 30 տարիների ընթացքում անվտանգային հիմնական գործառույթները պատվիրակված են եղել ՆԱՏՕ-ին եւ հիմնականում ԱՄՆ-ին, եւ վերջացրած նրանով, թե արդյոք Եվրամիության անդամ երկրների ներսում կա կոնսենսուս, որ այս քայլերը անհրաժեշտ են։ Որովհետև եթե Արևելյան Եվրոպայի երկրները, Բալթիկ երկրները միանշանակ սպառնալիք են տեսնում Ռուսաստանի մեջ եւ հասկանալով, որ Միացյալ Նահանգները փաստացի հրաժարվում է ապահովել, երաշխավորել Եվրամիության անվտանգությունը, հասկանում են, որ անհրաժեշտ է մեծացնել ռազմական ոլորտում ծախսերը, ապա արդեն կենտրոնական արևմտյան Եվրոպայի երկրներում առաջին հերթին հասարակությունները չունեն այդ ընկալումը եւ հետեւաբար այս երկրների իշխանություններին բավական բարդ է լինելու այս հարցի շուրջ հանրային կոնսոլիդացիա ապահովել։ Հաշվի առնելով նաեւ, որ աստիվերջին ընտրությունները ցույց են տալիս, որ աստիճանաբար թափ են հավաքում աչական ուժերը։ Մյուս խնդիրը, ինչպես նշեցի, հենց այդ կոնսոլիդացիան է եւ Եվրոպայում առաջատարների ընտրությունը։ Այսօրվա դրությամբ այդ գործառույթը իր վրա փորձում է ստանձնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը օրերս նաև հանդես եկավ ելույթով, ուղերձով եւ հայտարարեց, որ Ֆրանսիան պատրաստ է միջուկային հովանոց տրամադրել Եվրոպայի երկրներին, սակայն արդեն իսկ եվրոպական մի շարք երկրներում մամուլում քննարկվում է այն հարցը, թե որքանով է սա իրատեսական, որքանով է իրական եւ ինչպես է կիրառվելու հողի վրա այս տրված խոստումը։ Այլ կերպ ասած, այսօր եվրոպական երկրները քայլեր ձեռնարկում են սեփական ռազմական բյուջեն մեծացնելու եւ անվտանգության ոլորտում ինքնուրույն ջանքեր գործադրելու ուղղությամբ, բայց շատերը հասկանում են, որ սա եթե նույնիսկ այս ուղղությամբ քայլեր այսօր սկսեն ձեռնարկվել, մոտ հեռանկարի լուծման խնդիր չէ եւ հետեւաբար գոնե մինչեւ 2030 թվական Եվրամիությունը այնուամենայնիվ ապավինելու է Միացյալ Նահանգների աջակցությանը։ Եվ հետեւաբար այս գործողությունները այսօր ավելի շատ ուղղված են հենց
Թրամփի պահանջի կատարմանը, առ այն, որ քանի դեռ Եվրամիության անդամ երկրները չմեծացնեն ռազմական իրենց ծախսերը, Միացյալ Նահանգները չեն պատրաստվում ապահովել Եվրոպայի անվտանգությունը։ Այս ամենը իր որոշակի պրոյեկցիան է ունենալու նաև այլ տարածաշրջանների, բնականաբար նաև Հարավային Կովկասի վրա, առավել ևս հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունը վերջին շրջանում արտաքին վեկտորի փոփոխության իր քաղաքականության ներքո հետևողականորեն փչացնում է անվտանգային ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ փորձում արևմուտքում գտնել որոշակի անվտանգության երաշխիքներ։ Այն ամենը, ինչ այսօր կատարվում է Եվրոպայում, Եվրոպայի շուրջ եւ նույն Ուկրաինայում ցույց է տալիս, որ Եվրոպան, եթե մինչ այդ պատրաստ չէր անվտանգային երաշխիքներ ապահովել Հայաստանին, հղվելով նրա վրա, որ Եվրամիությունն անվտանգության մասին չէ, այսօր արդեն, եթե նույնիսկ ունենա նման ցանկություն, ինքը իր անվտանգությունը ապահովելու ուղղությամբ ջանքեր գործադրելու գործընթացի մեջ է լինելու եւ հետեւաբար շատ փոքր է հավանականությունը, որ այդ ջանքերը որևէ կերպ ուղղելու է նաեւ այլ երկրներին, այդ թվում նաեւ Հայաստանին։ Ուստի այս գործընթացները, ինչպես նաև տարածաշրջանում ակնկալվող Ռուսաստանի ազդեցության մեծացումը Հայաստանի համար անվտանգային տեսանկյունից նորանոր խնդիրներ են առաջացնելու, եթե Հայաստանի իշխանությունները չհրաժարվեն իրենց որդեգրած քաղաքական վեկտորից։